կրեմով հիշեցնելու, որ ես վարարանում բան ունեմ։ Հիմա շարունակության համար կրեմն ենք պատրաստելու, խմորը, ինչ ասեմ, մասան ենք պատրաստելու մեր պանրային, հարկավոր է, որ ամեն ինչ լինի սենյակային ջերմաստիճանի, դրա համար ես սկսելուց առաջ ամբողջը հանել եմ, արդեն տեսել եք։ Ես գիտեմ նույն նաև ող չէ, Սոնա ջան, չեփվողի մեջ, եթե չեմ սխալվում, կա ժելատին, դրա հաշվին ինքը պնդանում է։ Ես մի հատ ռեցեպտ ունեմ, բաղադրատոմս ունեմ, կպատրաստեմ մի անգամ, եթե լավ ստացվեց կկիսվեմ ձեզ հետ։ Երևան ջան, չէ, 10 րոպե ենք թողնելու, կարող է ես ժամը սխալացի, 10 րոպե ենք թողնելու 180 աստիճանի տակ։ Նու ես հիմա դրել եմ այդպես, ասեցի առաջին անգամ եմ այսպես անում։ Էսա դուրս գա, տեսնեմ ոնց է ստացվել, ձեզ կասեմ։ Անեք այդպես, թե չանեք։ Անահիտ, հա, Անահիտ ջան, տեսեք չի մտածել։ Շատ լավ, Մելնետ ջան, կարակնու այդ ասեցի, Պեչենին փշրեցի կամ բլենդերով կամ կրտնակով, կարակը հալեցրեցի միկրոալիքային վառարանի մեջ, խառնեցի իրան, մի քիչ ձեռքով այսպես արեցի ու տրամբով կարեցի, հայերեն չգիտեմ, հարթեցրեցի, սվաղեցի cheesecake-ի հետ կապված, էլի մոնտաժ եմ անելու, գցելու եմ իմ YouTube-յան ալիք ու շատ նորից եմ ասում, շնորհակալ կլինեմ, եթե բոլորդ մտնեք YouTube-յան ալիքում գտնեք ինձ, նայեք վիդեոները, ոչ թե կլիկ անեք, այլ եթե նույնիսկ չեք նայում, թողնեք, որ միջև վերջ րոպեն լցվի, շատ շնորհակալ կլինեմ, դա օգնում է ինձ, որպեսզի edge-ս, գործունեությունս ծավալեմ նաև YouTube-յան հարթակում ու հաջողությունների հասնեմ։ Մյուս դասընթացները դեռևս նկարահանված չեն։ Ուրեմն հիմա ասում եմ, դուք գրում եք ձեզ մոտ մեկ բաժնի համար ինչ է հարկավոր։ 600 գրամ կրեմ չիզ, 160 գրամ շաքարավազ, դանդաղ եմ ասում, 200 գրամ սերուցք, 4 հատ ձու, 4 հատ ձու է հարկավոր ու 2 ծվի դեղնուց է հարկավոր։ Ողջույն ինձ միացող բոլոր նոր մասնակիցներին։ Հիմա ես ձեզ ցույց տամ իմ կրեմ չիզը, cooking ֆիրմայինն է, եթե չեմ սխալվում բելարուսական է, գնում եմ Alpha Food-ից, առաջ էլ Alpha Food-ը ունենում էր Elevir, գնում էի Elevir։ Elevir-ը անհամեմատ թանկ է, համայն չեմ կարող տենց ասել, չի եղել երկուսը անմիջապես ձեռքիս տակ փորձեմ ասեմ, բայց էլ չեն ստանում ու հաջորդը, որ ես օգտագործում եմ, դա cooking-ն է, Մոսկվայում էլ եմ, սա Ռուսաստանում 100%-անոց երևի սա են օգտագործում, այստեղ ուշ սկսեցին բերել, ոնը դա նույն, Նելի ջան, հիմա ես անգեղծ ասեմ, լավ, ես ինքս ենքան բաներ են գրում, նյութեր են գրում, ինքս եմ մի քիչ խառնում եմ, մասկարպոնեն պանրային կրեմի տեսակ է, չէ մամա? Մասկարպոնով սարքում ենք, գրեթե միշտ տիրամիսուն ենք պատրաստում, բայց միգուցե նաև կարող եք, սա էլ ալինում, բայց սովորեմ։ Մասկարպոնեն այս նույն կրեմ չիզի փոխարինել կարող ես։ Հա, այդ է ուզում ասեի, բայց եթե մասկարպոնեն շատ թանկ է, կիլոն ինչքան է գալի, 250 գրամը 2000 քանի դրամ է լինում, կիլոն 10,000 դրամից ավել է լինում, սրա կիլոն 4000 դրամ է, եթե չեմ սխալվում։ Այնպես չի որակական տարբերություն կա, ուղղակի բրենդների տարբերություն կա ինձ թվում է։ Կարող է լինի որակական, ինչի՞։ Կարող է լինի մամաս ասում է որակական, բայց ես չեմ դժգոհում այս կրեմ չիզից, ինքը էլի շատ լավն է։ Մասկարպոնով ասեցի տիրամիսուն ենք սարքում ու մասկարպոնով կարող եք նույն այս կրեմ չիզը սարքել, ուղղակի ձեզ վրա գումարը շատ թանկ կնստի։ Ես տան համար էլ նույնիսկ չեմ սարքում, ենք սովոր ենք մասկարպոնով սարքում ենք։ Դա փոքր է։ Հա, ճիշտ ասում մամաս, տեսեք կողքից ինչքան է ինձ հուշում, ձեզ հարմար է գնել մասկարպոնեն, որովհետև այս cooking-ը Alpha Food-ում վաճառում են դույլով, կամ ովքեր այստեղ ծանոթ են, կամ իմեջի միջոցով կարող են գրել, որ իրանք կրեմ չիզ են ուզում, կարող եք բաժանել, 2 կիլո 250 գրամ է այստեղ դույլի մեջ, վճարվում 8100 դրամ, կարող եք կիսվել, այսինքն եթե դույլը գնացիք, ձեզ քիչ ասենք 200 գրամ է պետք գալու, այնքանը մնալու է։ Դրա համար հարմար կլինի ձեզ քիչ քանակով 250 գրամով, 500 գրամով, որ վաճառում են մասկարպոնեն կամ Ֆիլադելֆիա կա,
Կրեմետե ֆիրման էլ ունի, Հայաստանում շատ վատ է այդ առումով, շատ քիչ տեսականի կա, ինչ էլ կա շատ թանկ է։ Okay, հետո գաս չէ, ճապաբաժինետ, գրես անպայման ջուլջան կգրեմ, հարցերը ձեր կարդամ, իսկ ինչքան կարելի է պահել սառնանում կրեմ չիզը, միջև սկսում է բորբոսնել, տենց ասեմ, իմ մոտ չի մնացել, դրա համար չգիտեմ, ճիշտն ասած, բայց իրա վրա այդպես ժամկետ բացելուց հետո տիպը գրած է 5 օր վրան, բայց սուտը մեռնի թե 5 օր։ Կյանքում 5 օրից հետո ոչ մի բան չի լինում, 15 օր վստահ եմ կարող եք պահել, ոչ մի բան աբսոլյուտնը չի լինում։ Իմ մոտ ասում եմ կրեմ չիզը շատ արագ է գնում, որովհետև շատ բաներ եմ սրանով, պանրային կրեմ ես շատ եմ սիրում, բայց վստահեցնում եմ ձեզ, որ ոչ մի բան չի լինելու, եթե 15 օր դուք պահեք, սառնանում հերմետիկ փակած։ Կասեք, որ դեսեք ձեր ձերքերի անունը։ Սոնա ջան, սա cooking ֆիրմայինն է, եկեք մոտեցնում եմ հիմա, ես գնում եմ կոմ, ու դուք screen եք անում էկրանը։ Հա, այս թարս ցույց կտա, ոչինչ։ Գնում եք Alpha Food-ից, զանգարում եք Alpha Food Service ու կարող եք այնտեղից պատվիրել, իրենք առաքում ունեն։ Էս էր։ Սերուցքը պրեզիդենտ կամ Parmalat կամ Petmol, ես այդ երեքն եմ օգտագործում, առաջին տեղում պրեզիդենտն ու Parmalat-ն են, հետո Petmol-ը։ Petmol-ը առաջ ավելի շատ էի օգտագործում, որտեղ ասում դրսի Nixia-ն նույն, հա, Nina Tarasvan, ինքը օգտագործում է, հետո մամաս կարդացել էր ինչ-որ միտեղ, որ ասում են սկսել եմ քիչ որակը գցել, բայց հետո էլի սկսեց ոնց որ թե որակը բարձրացնել ու Nina Tarasvan դարձավ իրենց ամբասադոր, այդպես կարելի ասել, այսինքն ներկայացուցիչը ինչ-որ տարածաշրջանում ու մեզ մոտ եւս սկսեցին այդ տեսականին բերել, ոչ թե այդ տեսականին լավն, այլ ինձ որակական բարձրացրեցին ու հիմա Petmol-ել եմ գնում, բայց City-ում են վաճառում, դե Սասում միշտ կա ու ամենաթանկ կինն է, բայց եթե չի լինում, այնտեղից եմ գնում, Parmalat-ը Parma-ից եմ պատվիրում, այդպես Սիրով կգամ Նելի ջան, իրականում Փարիզ գալու պլաններ ունեի, բայց այս կարանտինը սա խառնեց, վարարանին, տեսակ, ոչ մեկ չհիշեց, ինչ լավ ասեցիք, մորացել էի, խոսքով էի ինգե չաչանակություն էի անում, նայեք, նու սենց կաղա չերևը, գույնը մի քիչ մոքվել է ու հոտը սուպեր է, Ոյ, ես չբարձացնեմ, ընեց ես հենց հանգիստ բարձացրել եմ, դրեմ ինվորմայի վրա, որ չջարդվի, ոչինչ չլինի։ Okay, են հովանում է հիմա, լավ կհովանա, ման որ խնդրեմ կանջատես։ Okay, խոսում ենք սերուցքի մասին, սա 35%-անոց է, թե 33%-անոց է, 35.1%-անոց է, կենթանական ծագման է, արհեստական ոչինչ չի պարունակում, գույնը ոչ թե սպիտակային էժան սերուցքների նման, այլ կաթնագույն է, երբեք ծավալը, ասենք 100 գրամը 1-3 չի մեծանում, դրանով է պայմանավորված իր բարձր որակը, քաղցրը մինիմալի է հասցրած, մի խոսքով շատ լավն է, պրեզիդենտ, Parmalat, երրորդ տեղում Petmol-ը։ Նու պրեզիդենտն ու Parmalat-ը իրար հետ հավասար։ Մտնեմ սա, անպայման հաս ջան պահելու եմ, լայվը անպայման պահելու եմ Արմինե ջան, Քնարիկ ջան, շնորհավորում եմ ես էլ ձեզ, որ ինչ ես շատ ուրախ եմ կոմենտատորների համար, գիտես ինչքան ուրախ եմ, որ եւս մի Միրիջանյան ճանաչում, ես էլ եմ Միրիջանյան, Նարիտա, Նանարա, շատ ուրախ եմ, իրականում մեր ազգանունից շատ քիչ կա Հայաստանում ու երևի 4 ամենաշատը 4-5 ասենք ճուղ կլինի 3 մաքսիմում 4 ինձ թվում է կլինի հաճախորդել ունեմ Միրիջանյան, բայց բարեկամ չեն մեզ ու կարող ասենք որ քննարկենք պարզվի բարեկամներ ենք Երևան ջան ռեցեպտը էսա նորից կթելադրեմ դուք ձեզ մոտ կգրեք ուրեմն հարկավոր է հիմքի համար հարկավոր է 100 գրամ պեչենի փշրած 50 գրամ հալացրած կարակ հետո հարկավոր է սենյակային ջերմաստիճանի արդեն կրեմի չիզքեյքի համար 600 գրամ կրեմ չիզ 160 գրամ շաքարավազ, 200 գրամ սերուցք, 300 գրամ թթվասեր, 4 հատ
ձու կամ 240 գրամ ձու ու 2 ձվի դեղնուց 50 գրամ։ Գիտեք, միջինով այն ժամանակ ձվերը միջափի էր հիմնականում լինում, 50 գրամ էր լինում, 20 գրամը դեղնուց, 30 գրամը սպիտակուց։ Հիմա մի քիչ, քանի որ մեծ ու փոքր են անում, մեզ հիմա պետք է գալու 50 գրամ, այսինքն 2 ձվի։ Okay, կասեք ռեցեպտը խալեի գրել։ Կրիստինա ջան, չեմ կարող գնալ վերև տեսնել ինչն եք մենք բարեկամներ ենք։ Նարա ջան, կարող եք Միլենա ասել, բայց Միլենան հոպարից աղջիկն է։ Մեզ մոտ եթե գիտեք, ով չգիտի, մեզ մոտ բոլորը մտառով են, պապիկս է սկսել այդ, միգուցե նախկինում իմանաք MMM ֆիրման, հայրական ընկերություն է եղել, որը վաճառել ենք ստիպված 3 տարի առաջ, ու այդ MMM-ը եղել են Մերուժան, Մհեր, մամաս ուղղում է, դե հիմա չեմ ուզում քաղաքականացնեմ, կորցրել ենք մեր գործարանը, MMM, Մերուժան, Մուշեղ, Մհեր, հոպարս, պապիկս, պապաս, իրանք են հիմնադրել, ու ազգանունը Միրիջանյան, հորքուրս Մարգարիտա ու բոլոր թորները, բացի հորքուրս աղջիկը, մյով ենք, քրոջս աղջիկը մյով է, այդպես բոլորս մյով ենք։ Խնդրեմ, ողջույն Ջանո ջան, Մարիշ պրիվետ։ Այնքան բանի մասն եմ խոսում, առաջ չի գնում գործս։ Նու թթվասերը այս պայն մամաս բիոկաթը առել, բայց ես անի եմ սիրում, այս վերջին շրջանում անի եմ սիրում, են կովիկը ինձ շատ է գրավում, ու կհիշեք, էլ եմ ասել, իրանք մի պահ կորանց շուկոյից մամ շոտ ես ճրճրացնում։ Հետո ռեբրենդինգ արեցին, ու այդ կովիկի համար ես միշտ առնում եմ իրանց կովիկին։ Կարակ պետք չի, շաքարավազա մեզ հարկավոր լինելու ու ձուն ես պայն մեզ մոտ կարծես արզնի է, ոյ ես թված ձու չունեմ, ապայց ձուս քիչ ա, ունեք? Տնականից մի հատ 10 դեղնուց ա պետք, մի հատիկ տեսակ չէ, ամեն ինչ հնայել էի բացի ձվից։ Ձուն արզնի է, արզնիի երկրորդ համարն է, սա հիմնականում լինում է 55-59 գրամ, այդպես ասեմ ձեզ։ Ձուն, միշտ հիշեք, անպայման լվանում ենք, չորացնում ենք անձառոցիկով, հետո նոր օգտագործում ենք։ Հարդ հիմա տեսնենք։ Հա։ Մատ թող մնա այդ չորանա, ես մնացածը սկսեմ էլի կշռել, ուրեմն հիմա մեր պանրային կրեմը շաքարավազի հետ, դանդաղ հարելու ենք միքսերի հարիչի մեջ, ծնցանեմ, հետո ավելացնելու ենք ձուն ու դեղնուցը, մի հատով ենք լցնելու, խառնելու ենք, հետո նորից ենք լցնելու, վերջում ավելացնելու ենք թթվասերն ու սերուցքը, խառնելու ենք, օլյա պատրաստ է, լցնելու ենք մեր պեչենի խմորի վրա, հիմա կկանգնենք, կներեք էլի, այստեղ մի քիչ սենց շատ միքսերներ կան ու մի քիչ չեմ հասցրել հավաքեմ, բայց մի հատ տարբերակը, որ դուք տեսնեք ես ինչ եմ անում, այս կողմից աշխատելն է։ Օպա, օգտագործել եմ իմ այս բոշի, հա, Մերի ջան, հարցնում էիք, որ միքսերն եմ օգտագործում, այս են սպիտակ, նայեք, ինչ է գրած, քանի վատ է, 450, բայց հավատացեք, ծովա, ոտիկովա, ոչ բանովա, կանգնովիա, Այս էլ բոշինն է, սա էլ 900 վատ հզորություն ունի, 3 տեսակ գլխիկ ունի, ես հիմա քանի որ կրեմչիսը պինդ մասա է, օգտագործելու եմ այս կարաքինը ու քանի որ նախկինում ունենք 2 հատ այս միքսերից, մեկը փչացավ, փչացրեցին, մեր շատ ակուրատնի աշխատողները ունենք հիմա 2 հատ աման ու շատ հարմար է լինում, մեկը լվանում ենք, մինչև մեկը լվանում ենք, մյուսն ենք օգտագործում ու ունենք 6 հատ գլխիկ, պատկերացնում եք, հիմա կշռելու եմ
կշռելու ենք մեր կրեմ չիզը 600 գրամ հիմա կվարձնեմ Սա լցնեմ դնեմ խփվի, կարող եք տեսնել, այսքան օգտագործել եմ, շարունակություն այսա կլցնեմ Եթե հանգարց ինչ-որ մեկին պետք կգա պահի տակ արագ կրեմ չիզ ու մոտիկ ապրեք կարող եք ինձնից գնել, ես նույն արժեքով ինչ-որ տալիս Alpha Food-ը դեմ չեմ, որ դուք օգտվեք իմ կրեմ չիզից, ոչ թե որովհետև իմ վրա է մնացել, այլ որովհետև ձեզ քիչ քանակով է ենթադրենք պետք Ես մեկա կիլոյով միշտ կարողանում եմ պատվիրել Օպա Բայց հիմա կակրած պատվիրելու ժամանակն է ոնց որ թե այս որ անեմ քիչ կմնա